Մենք ձայներ չենք փոշիացնում, բայց նույնիսկ եթե 0.5% փոշիացնենք, ոչինչ թող փոշիանա, բայց Հայաստանում թող չփոշիանա քաղաքականությունը։ Ինչ-որ մեկը պետք է ցնցի հանրությանը, եթե ոչ, հունիսի 7-ին, ապա մոտ ապագայում ցեղասպանության հարցը ունենալով դուք լավ չեք ապրելու։ Փողոցից եմ չեղեք եկել։ Եվ խնդիր չեմ տեսնում, չէ՞ քարազատ միջավայր է ինձ համար փողոցային պայքարը։ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ իր մոտ ամեն ինչ չի որ լավ է, եւ իշխանությունը կորցնելու լուրջ վտանգներ կան։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Լուսավոր Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Կարպիս Փաշոյանի։ Ողջույն։ Ողջույն Լիլիթ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես առավել եւս։ Հարցազրույցը սկսեմ մի փոքր երևի թե պրովոկացիոն հարցով, ապա կանցնենք ավելի գաղափարական հարցերի եւ զրույցի։ Դուք երբ հրապարակեցիք գրառում այն մասին, որ առաջադրվելու եք падգամավորի տեխնացու, նշել եք, որ ժամանակավորապես եք թողնում լրագրողի ձեր գործունեությունը։ Ինչու ժամանակավորապես, որովհետև կանխատեսում եւ կանխազգում եք, որ որպես քաղաքական գործիչ падգամավոր չեք հաջողելու, վերադարձի պատուհան դուր եք թողնում։ Դե միշտ դեպի լրագրություն ես այդ վերադարձի պատուհանը թողնում եմ։ Որտեղ արդեն մի անգամ եղել է, չէ՞, որ կարճատև պաշտոն զբաղեցրեցի, հետո նորից վերադարձա լրագրություն եւ միգուցե հիմա էլ այդպիսի մի զարգացում լինի, չգիտեմ, ես ապագան, հատկապես իմ ապագան աշխատում եմ չպլանավորել։ Չեք բացառում, որ կարող է եւ չհաջողի։ Կարող է եւ չհաջողենք եւ առանձնապես դարդ չենք անի դրանից կամ դարդ չեմ անի։ Կյանքը ինքնաբավ է, տենց հիվանդագին մոլորան ձգտում չունեմ հայտնվել ազգային ժողովում։ Ուղղակի հիմա հասկանալի է, որ կա խնդիր եւ աշխատում ենք այդ խնդիրը լուծել։ Եվ այդ խնդրի անունն է Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Անկեղծ ասեմ, հանգամանքների բերումով ես այս կարգավիճակում հայտնվեցի որպես падգամավորի տեխնացու։ Աշխատանքին շատ դուր էր գալիս, լրագրություն, գիտություն, հանգիստ կյանք, բայց մեր գաղափարը կյանքի չկոչվեց, մենք չկարողացանք հասնել ընդդիմության միավորմանը եւ մեկ ընտրական ցուցակի ի հայտ գալուն, եւ դա էլ նպաստեց, որ ես քաղաքական հայտ ներկայացնեմ։ Եթե այդ միավորումը լիներ, օրինակ ես չէի ցուցակում։ Կարպիս, դուք նշում եք, որ քաղաքական հայի մշակութային միջավայրի կենտրոնում պետք է լինեն ցեղասպանության հիշողությունը, Արցախի հարցը, եկեղեցին, նախնիների դավանած արժեքները։ Սրանց բոլորի դեմ այս իշխանությունը տանում է հետևողական, համառ, ռեսուրսային, համակարգված պայքար։ Դուք ասում եք, որ ընտրություններում ձեր պայքարը նաև գաղափարական է եւ մոտիվացիան էլ մասնակցության այս գաղափարները առաջ մղելն է։ Կա գիտակցումը, որ իրականում պետք է տանել նույնքան համառ, ռեսուրսային, համակարգային պայքար հանուն այդ արժեքների։ Եթե ոչ, դա վերածվում է կարծեք պարտիզանական պայքարի, որը վատ չէ, բայց արդյունավետության տեսանկյունից իհարկե խնդրահարույց է։ Հիմա ձերը ո՞րն է, համակարգայինն է, որպես արդեն կուսակցություն, թե ընտրել եք պարտիզանականը, որովհետև շատ խոսվում է Անցողիկ շեմը հաղթահարելու մասին եւ այլնի վարկանիշի մասին։ Այդ ձայներ փոշիացնելու թեմայով շատ են մեզ հարցնում։ Նախ այդ արժեքները, որոնք որ դուք թվարկեցիք, ոչ թե պետք է լինեն, իրանք արդեն իսկ կան։ Եվ շատ հռչակել եք իբրև ձեր, բայց հիմա մենք զգում ենք վտանգ, որ դրանք կարող է եղել որպես առաջնահերթություն չլինեն։ Հիմա մենք ինքնահռչակվել ենք պաշտպանելու այդ արժեքները, շատ լավ գիտակցելով, որ մեր անկախ պետությունը, մեր ազգը որպես սոցիում խարսխված են այդ արժեքների վրա։ Եվ եթե այդ արժեքներից մեկը տատանվի կամ քայքայվի կամ տեղը չեղվի, դա անշուշտ կբերի փլուզման։ Մենք այդ արժեքներն ենք փորձում պաշտպանել եւ մեր համար սա առաջին հերթին գաղափարական գործընթաց է։
Եվ դրա համար մենք հայտարարում ենք, որ սրանք սովորական ընտրություններ չեն եւ կշտամբում ենք այն գործընկերներին ընդդիմադիր, որոնք ուզում են սա ներկայացնել որպես 10,000 դրամ թոշակների եւ աշխատատեղերի մասին ընտրություն, մենք ասում ենք, որ այս ընտրությունները Հայաստանի ինքնիշխան պետություն լինել չլինելու մասին է, Հայաստանը որպես հայերի պետություն լինել չլինելու մասին է եւ այստեղ մնացյալ հարցերը մղվում են եւ պետքա մղվեն երկրորդական պլան։ Մենք համակարգային քաղաքական պայքարի կողմնակից ենք առանց անիրատեսական արկածախնդրությունների եւ անիրատեսական ակնկալիքների եւ իհարկե մեր գաղափարը եւս մեկ անգամ կրկնվում կյանքի չկոչվեց ընդդիմության միավորման եւ միասնական ցուցակի, բայց մենք գործընկերների հետ կամուրջները չենք այրել եւ մեզնից հասանելիքը կտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ Հայաստանում չլինի։ Ասում եք սովորական ընտրություն չէ։ Հետևաբար քաղաքական գործիչները, այդ թվում դուք, ինչպիսի պայքար պիտի մղեք, օրինակ կենաց մահու, ինչպես որ անում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև իր համար սա այո գոյաբանական խնդիր է։ Ձեզ համար, ընդդիմադիր դիրքավորված գործիչներից համար, Հայաստանի գոյաբանական խնդիրն է համենայն դեպս ձեր իսկ հռչակման։ Հետևաբար ձեր պայքարը ինչպիսին պիտի լինի։ Համառ եւ հնձիճում, առանց հիասթափվելու եւ առանց հոգնելու։ Քաղաքական պայքարի ամենամեծ հակառակորդը հոգնելն է, որտեղ դժվար է լինել ընդդիմադիր։ Իսկապես շատ դժվար է, դրա համար լիքը մարդիկ չեն ձգում եւ ուղղակի թողնում են, օրինակ իշխանության մաս լինելը հեշտ է, որտեղ դու նստած ես ռեսուրսների վրա, ունես աշխատանք, վարձատրվում ես, իսկ մեր երկրում ամենակայուն բանը պետական վարձատրությունն է, պետական աշխատավարձերը եւ պարգևավճարները, հեշտ է դա։ Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժի անդամ լինելը շատ բարդ գործ է եւ ես կարծում եմ պետքա պայքարել մինչեւ վերջ չհիասթափվել, հասկանալով, որ իշխանները որ այս ընտրությունները վճռական նշանակություն ունենան, բայց ամեն ինչ չի սկսվում եւ ավարտվում այս ընտրություններով։ Պայքարը եթե ընտրություններով չհաջողվի հաջողության հասնելը պետքա պայքարը շարունակել մինչեւ այն պահ, որ հաղթանակը արձանագրվի, բայց մեզ պետք չի զուտ մեխանիկական իշխանափոխություն, մեզ պետքա առաջին հերթին վերոհիշալ արժեքների պաշտպանություն։ Ինչու՞ է մեր մասնակցությունը կարևոր էլի։ Եկեք անկեղծ լինենք, որ քաղաքական դաշտը ողողված է տարատեսակ գործիչներով, բոլորի նկատմամբ հարգանքով եմ տրամադրված, ոչ բոլորի նկատմամբ, մեծ մասի նկատմամբ, բայց շատ քիչ են քաղաքական գործիչները, շատ քիչ են քաղաքական մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական մարդ է, բայց ինքը ասացինք, որ սխալ հակոտնյա ազգային արժեքներին հակոտնյա ուղղությամբ է գնում։ Ինքը պոպուլիստ է, դեմագոգ է եւ այլն։ Նիկոլ Փաշինյանին բացառում ենք։ Մյուս ընդդիմադիր ուժերի մեջ էլ այդպես առանձնապես քաղաքական մտածողներ չեն նշмарվում։ Մենք քաղաքական մարդիկ ենք եւ քաղաքական միք ենք փորձում արտադրել, չեմ ասում լավ, չեմ ասում վատ, չգիտեմ, թող մեզ հետևողները դատեն, բայց այնուամենայնիվ ես էլ Մարուքյանը քաղաքական մարդիկ ենք։ Եվ մեր նման մարդկանց չմասնակցությունը փոշիացնում է քաղաքականությունը։ Եվ ոչ թե ձայները։ Ավելի լավ է մենք ձայներ չենք փոշիացնում, բայց նույնիսկ եթե 0.5% փոշիացնենք, ոչինչ, թող փոշիանա, բայց Հայաստանում թող չփոշիանա քաղաքականությունը։ Ինչը շատ կարևոր է։ Ներողություն պատկերացրեք, եթե չեմ համեմատում, համենայն դեպս վերդիկտ չեմ տալիս, թե ով է անցնելու, ով ոչ, դրա համար կան սոցհարցումներ, այդուհանդերձ պատկերացնենք, եթե կան եւս 4-5 ուժեր, որոնք ռիսկային գոտում են ձայներ փոշիացնելու տեսանկյունից եւ իրենք էլ նույն կերպ առաջնորդվեն։ Արդյունքում ուզեն թե չուզեն, փրկելով քաղաքականությունը, այնուամենայնիվ կփրկեն Նիկոլ Փաշինյանի հաղթելու շանսը։ Հայաստանում քաղաքական կառուցվածքը, էլեկտորատի կառուցվածքը շատ բարդ է, եւ երբ որ ասում ենք հայ ժողովուրդ, իրականում դա շատ բազմաշերտ երևույթ է։ Եվ մենք
Նաև խաղադրույքը դնում ենք այս բարդության եւ բազմաշերտության վրա, հաշվի առնելով, որ մեր երկրում կա լիքը բավականին ստվար զանգված, որոնք չեն նախընտրում որևէ քաղաքական ուժի, բայց հաշտ չեն այս իրականության հետ։ Այսինքն մենք Սամվել Կարապետյանի ընտրողին չենք կպնում։ Սամվել Կարապետյանի ընտրողը մեր եւ Սամվել Կարապետյանի միջև ընտրություն չի կատարելու։ Մենք մեր ասելիքը իհարկե բոլորին ենք հասցեագրում, բայց հատկապես թիրախավորում ենք հենց այդ մարդկանց, որոնք ընտրությունից չեն ուզում մասնակցել կամ հաշտ չեն այս իրականության հետ, բայց չգիտեն թե ուր գնան։ Մեր բազմաչարչար հայ ժողովուրդը բոլորի հետ կապված մի հատ մագդիր հայտաբերել, չէ։ Մենք փորձում ենք այդ ակտիվացնել այդ շերտի, այդ հատվածին ակտիվացնել եւ հենց նրանց թիրախավորել այդ մարդիկ, ովքեր որ չեն գալիս ընտրությունների, բայց հաշտ չեն Հայաստանի արևմտյան Ադրբեջան դառնալու հետ։ Դուք կուսակցության հանրագումարին ելույթ ունեցաք եւ հայ ժողովրդին առաջարկում եք պայքար եւ տքնաջան աշխատանք։ Հիմա բազմաչարչար հայ ժողովուրդ, ինչպես դուք քիչ առաջ ընդգծեցիք, պայքարը եւ տքնաջան աշխատանքը կարող է գայթակղիչ գաղափար թվալ։ Այդ գաղափարը կարծում աշխարհում եւ ոչ մի ժողովրդի գայթակղիչ չէ։ Դրանք որակյալ փոքրամասնություններին կարող են գրավել եւ իրենց մենաշնորհը կարող են համարվել։ Այլ բան, որ իրենք էլ իրենց հետևից պիտի ավելի լայն զանգվածների տանեն իրենց օրինակով։ Զանգվածներից հետևողականություն եւ սկզբունքայնություն ակնկալելը շնորհակալ գործ չի։ Եվ այդ կանալ գիտական չի։ Դուք ձեզ չեք հակասել։ Ես դրա համար դիմում եմ անհատներին։ Ես դիմում եմ մարդկանց։ Այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման հավաքական, անորոշ հայ ժողովրդին եմ դիմում, չէ։ Ես դիմում եմ մարդկանց եւ ասում եմ պետքա պայքարել։ Փորձում եմ ցույց տալ թե ինչպես պայքարել։ Եվ ինչ որ մի փուլում, եթե մարդիկ ինձ վստահեն եւ շնորհեն այդ չարչրկված կարգավիճակը, ես նաեւ պետքա փորձեմ նրանց կանգնեցնել պայքարելու փաստի առջև։ Ես եւ մեր կողմնակիցները 1 կամ 2 միլիոն մարդը ինչ որ մի օր համատեղ չեն քնից արթնանում եւ որոշում որ պետքա պայքարեն։ Ինչ որ մեկը պետքա ցնցի հանրությանը եւ ինչպես ասում է Արնոլդ Թոյնբին, հատկապես ինչ որ մեկը։ Հատկապես ինչ որ մեկը։ Ահա, եւ հիմա փորձում ենք ցնցել եւ բացատրել, որ դուք եք։ Չգիտեմ, ես եմ թե չէ, չեմ ուզում ինձ ինչ որ մեսիայի կարգավիճակ շնորհել։ Չէ, ասում եմ։ Ես, մենք, դուք, այլ մարդիկ պետքա այդ պայքարի դրոշակը վերցնենք եւ մեր ժողովրդին դուրս բերենք այս տորացման շրջափուլի միջից եւ իմ մասնակցությունը քաղաքականությունը բավականին ողբեգական է, որտեղ ես հավատում եմ այն ինչ որ խոսում եմ։ Ունենք լիքը մարդիկ հենց ուղղակի տեքստեր են ասում, խոստումներ են շռայլում։ Իսկ ես հավատում եմ, որ անհրաժեշտ է պայքարել, անհրաժեշտ է պաշտպանել ցեղասպանության հիշողությունը, անհրաժեշտ է պաշտպանել Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժման արձանագրած նվաճումները, անհրաժեշտ է պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն եւ համերաշխության մոդել ենք փորձում գտնել, ծեծված տերմինները կան, հանրային դաշինք, Ժան-Ժակ Ռուսո եւ այլն։ Դուք էլ ձեր մոդելը առաջարկել։ Հա, մոդելը այլ տեղ է։ Որն է այդ մոդելը։ Հղում տալով անգլիացի պահպանողը։ Հա, Էդմոնդ Բերքին համերաշխություն ոչ միայն այսօր ապրող մարդկանց միջև, այլ նաեւ մահացածների եւ բոլոր նրանց միջև, որոնք դեռևս չեն ծնվել։ Սա ինչ է նշանակում, որ պետք է հաշտեցնել բոլոր սերունդների անցյալները, հաշտեցնել ներկան եւ ապագան։ Օրինակ, եթե մենք հիմա ապագա սերունդներին ժառանգություն թողնենք միջանցքով մահացած բովանդակությամբ Հայաստան, իրենք չեն կարող մեր հետ հաշտ լինել։ Իսկ հիմա տեսեք անցյալի հետ ինչ ենք անում։ Առանց այդ մեր պատմությունը որ հեղափոխական խզումների եւ անդունդների պատմությունը տարբեր սերունդներ իրար հետ օրգանական կապ չունեն։ Դրա համար, հա, այդ ձևակերպումը շատ տեղին է, որ ասում ենք, որ ինստիտուցիոնալ շարունակականություն մեր պատմության մեջ չկա, անդադ խզումներ, անդադ անդունդ։ Հիմա մի նոր անդունդ
ստեղծում է Նիկոլ Փաշինյանը եւ հիմա իմ սերունդը եւ եկող սերունդները օտար են Ղարաբաղյան պատերազմի մյուս մասնակիցների սերունդների հետ օտար են չէ իրար հիմա դառնում ստեղծվում է նոր երկիր նոր բնակչությամբ ոչնչացնելով հինը ինչը ճանապարհ չի ես մարդկանց ասում ցեղասպանության հարց ունենալով դուք լավ չեք ապրելու Ճիշտ հակառակը համարում եք, որ այն պիտի ընկալել ռեսուրս պայքարի համար։ Ցեղասպանության հիշողությունը մեր ազգի նոր ռենեսանսի հիմքը պետքա դառնա։ Եվ հիմա լիքը առաջադեմ մարդիկ ասում են, վայ, ոնց կլինի բացասական արժեքների վրա, ոնց կարելի է նոր բան կառուցել։ Այդքան չարչրկված համեմատությունները կան, չէ՞, անդադ Իսրայելի հետ են համեմատում, բայց Իսրայելը ոնց է տենց Հոլոկոստի հազար երկիր ամեն օր այդ երկիրը ապրում է այդ հոլոկոստով ամեն օր եւ ոնց է իրանք չեն հոգնում այդ դուք խի sense հոգնեցիք Կարծես հետաքրքիր է հանրային դաշինքի այն մոդելին, որ դուք հղում եք տալիս, այդ մտածողը մերժել է հեղափոխությունները, այսինքն քննադատաբար է վերաբերվել հեղափոխություններին, որովհետև համարում է, որ դրանք անցյալի կապը քանդելու վտանգավոր իրողություն են հեղափոխությունները, զրոյացնող իրողություն են։ Դուք երբ դարձաք այդ գաղափարի կրողը հանրային դաշինքի այդ գաղափարի կրողը, որովհետև դժվար թե դրա կրողը լինեիք եւ 2018-ին ողջունեիք այդ քանդելու հեղափոխությունը։ Նախ մենք լրիվ ուրիշ բան ենք ուզում քանդենք։ Մենք ոչ ենք հեղափոխություն ուզում անել, որ Արցախը հայաթափվի։ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դրվի, օրինակ հրապարակում հավաքված մարդկանց եթե տենց բան ասեին, այդ ասողին կվառեին, չէ՞, հրապարակում։ Ժամանակ էլ հայ ժողովուրդը ուրիշ էր։ Դες բաները աստիճանաբար են լինում, չէ՞, կամաց։ Այս գաղափարները իմ համար ակտուալ դարձան այն ժամանակ, երբ որ իմ աչքի առաջ սկսեց փլուզվել իմ երկիրը։ Արցախի հայաթափումից հետո։ Երբ որ ես հասկացա, որ մենք սխալ ուղղությամբ ենք գնում, եւ տեսնում ենք կործանում, կործանման մի մասը անխուսափելի է, պետք է փորձենք պահել այն ինչ-որ հնարավոր է։ Հիմա դա էլ փորձում ենք անել, պահել այն ինչ-որ հնարավոր է, ունենալ այն համոզմունքը, որ հնարավոր չի առաջ շարժվել, արժեքավորը մոռանալու գնով։ Հայաստանը զոհաբերելու գնով խաղաղություն եւ բարեկեցություն չի լինի, իսկ Հայաստանը իմաստավորվում է այս վերոհիշալ արժեքներով։ Չէ՞, ազգային պետություն է, չէ՞։ Եվրոպական մոդելի ազգային պետություն է։ Հայերի պետությունն է, չէ՞։ Հիմա այդ արհեստական բառը իհարկե է եկել հայաստանցի, ու Հայաստանի բնակիչ առումով արհեստական չի, բայց իրանք այլ իմաստով են այդ տերմինը բերել։ Օրինակ մեծ կայսրությունների, մեծ պետությունների, բազմակոնֆեսիոնալ երկրների համար անկարելի է, երբ որ ասում են ռոսիանին, չէ՞, բոլորը ռուսկի չեն։ Բայց Հայաստանը հայերի պետությունն է։ ՔՊԱ-կանների երկիր են դարձնում։ Մի պաստառ հանրայնացրին, որի վրա գրված էր ցավում եմ, որ պիտի վերարտադրեմ, կրկնեմ, գրված էր չկա Հայաստան առանց Փաշինյանի։ Ես սա համարում եմ ամենաողբերգական բովանդակությունը, որ երբևէ հանդիպել եմ։ Այդ որտեղ եք տեսել, չեմ տեսել։ Մի կարկառուն նորաթուխ ՔՊԱ-կան Սարիկ Մինասյանը էջում հրապարակել էր լուսանկարը պաստառին, որում դա գրված էր։ Այդ մարդը Նիկոլ Փաշինյանը իրենով է պայմանավորում ամեն ինչ, ինքը միևնույն ժամանակ է վարչապետ է եւ նախագահ եւ գլխավոր դատախազ է, ուզում է կաթողիկոս դառնա։ Ինքն է կենտրոնում եւ իր անսանց եւ անverջ իշխանությունը, ինքը չլինի խաղաղություն, ինքը չլինի Հայաստան։ Ինքը վարչապետ չլինի, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, իր համար պայքարը եւ առանց կարմիր գծերի պայքարը տեսանք 2018 թվականին։ Հետևաբար, այդ նույն պայքարը տանելու է նաեւ այդ պաստառի բովանդակության համար։ Դրա համար ասում ենք, նա պետք է հեռացվի։ Եթե ինքը մնա խաղաղություն չի լինելու։ Եթե ինքը մնա Հայաստան չի լինելու, առնվազն այն բովանդակությամբ, ինչ որ մենք գիտենք։ Եթե ինքը մնաց ոչինչ չի լինելու։ Եթե ինքը վերընտրվեց, հա, ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ կարևոր է, որ հունիսի 8-ը խիստ ճակատագրական այնուամենայնիվ չընկալել, որովհետև եթե չհաջողվի, պիտի պայքարը շարունակել։ Կարծում եմ, այո։
Եթե այնուամենայնիվ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այս ընտրական գործընթացին, վերաբերվեն այդ սկզբունքով, դա այդուհանդերձ ձեր մոտիվացիան, ռեսուրսը եւ մարտական տրամադրվածությունը թեկուզ ենթագիտակցորեն չի նվազեցնում։ Չէ, թարապես չէ։ Ես ասում եմ, այս ընտրություններում մենք անում ենք հնարավոր է, որպեսզի նա ընտրություններով հեռանա։ Բայց քաղաքականություն է, չէ՞։ Հատկապես անհավասար հավի կանոններ են։ Ինքն այդ անհավասար հակաժողովրդավարական հավի կանոնները սահմանել եւ կարող է ամեն ինչ մեր ուզածով չլինի, բայց չի նշանակում, որ պետք է հանձնվենք, պայքարենք։ Եթե չհանձնվելու բաղադրիչը ենթադրի փողոցային պայքարը։ Ինչու՞ ոչ։ Ես փողոցից եմ եկել։ Եվ խնդիր չեմ տեսնում, չէ՞ քարազատ միջավայր է ինձ համար փողոցային պայքարը։ Ավելին ասեմ, կարոտել եմ։ Եվ եթե պետք է լինի, խնդիր չկա։ Նախկին երանդով թե վերաիմաստավորված։ Նախկին երանդը չի լինի։ Նախկին երանդը 10, 12, 13 տարի առաջ էր։ Հիմա արդեն այլ իրավիճակ է, բայց չի նշանակում, որ դա չի կարող լինել։ Թեկուզ փողոցային պայքարով։ Ամեն օրինական եւ համանդրական ճանապարհով պետք է պայքարել։ Կարպիս դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը անգերազանցելի է ստի միֆերի արտադրության տեսանկյունից։ Եվ այդ միֆերի փաստորեն պիկը այն պաստառն էր, որի մասին քիչ առաջ խոսեցինք, եւ իրենց հռչակած թեզն է, որ չլինի Փաշինյան, Հայաստան չի լինելու։ Իրենց համար Հայաստանը Փաշինյանն է, հասկանում եք, եւ դրա համար իրենք պատրաստ են կռիվ տալ։ Եվ տալիս են։ Համարժեք կռիվ դուք տեսնում եք, Կարպիս, համարժեք կռիվ մարդկանց գիտակցությանը հասնելու, այնպես ինչպես որ անում է Նիկոլ Փաշինյանը, այն գործիքներով, որով որ իրենք հասնում են դրան, առաջարկում եք տքնաջան աշխատանք եւ պայքար, Նիկոլ Փաշինյանը առաջարկում է բարեկեցիկ կյանք, ուտել, երջանիկ լինել, այլ բան, որ մեկ շաբաթ է օրինակ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է եւ որևէ լուրջ ոչ միայն լուրջ, որևէ բացատրություն չկա պետության կողմից, թե ինչու։ Համարժեք պայքար կլիներ այն ժամանակ, երբ որ ընդդիմությունը միավորվեր։ Ինչպես Հունգարիայում, ինչպես այն ժամանակ Վրաստանում, դա կլիներ իսկապես շատ աղտեսիկ քայլ, բայց դա չեղավ, բայց դա մեր մեղքով չեղավ։ Եվ հիմա ինձ ասել թե արդյոք պայքարը համարժեք է, այդքան էլ արդար չի։ Ես չունեմ իշխանական լծակներ։ Մենք չունենք ոչ միայն անձնապես ձեզ է ուղղված, այլ դիտարկելու դաշտը։ Մենք չունենք միլիարդներ, բայց մենք նաև համոզված ենք, որ քաղաքականությունը իշխանական միահայծան լծակների եւ շատ փողի մասին չի։ Այո։ Քաղաքականությունը քաղաքական բովանդակության գաղափարների մասին է, եւ մենք մեր դիրքերից փորձում ենք հենց սա ապահովել։ Հետաքրքիր է, որ մենք օրինակներ տեսել ենք, երբ միլիարդներ չունենալով, որոշ մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կարողացել են լայն զանգվածների մշտապես ուշադրության առարկան լինել։ Դե ես ասել եմ էլի, մարդկության պատմության ընթացքում մեզնից շատ ավելի փոքր եւ աննշան ուժերն են հաջողության հասել, եւ մեզնից շատ ավելի մեծ եւ նշանակալի ուժերն են տապալվել։ Ինչպես որ ոչինչ պետք չի բացառել։ Ընդդիմության միասնականության մասին դուք խոսեցիք, սա չեք համարում մի փոքր վտանգավոր թեզ, որովհետև ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ուզում է բոլոր ընդդիմադիրներին նույն ափսեի, նույն կացեի մեջ տեղավորել, որպեսզի իրականում նախկիններից վախեցած, նախկիններին չհամակրող, նրանցից խուսափող լայն զանգվածը համարի, որ այդ կացեմ եղած բոլոր ուժերը նույնականն են, նույն աղբյուրից են, նույն սեռի են, նույն դիմագիծն ունեն։ Այդ թողանի, բայց սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ միավորման պարագայում միավորված ընդդիմությունը ավելի շատ ձայն ունի, այսինքն սոցիոլոգիային հավատում եք։ Սոցիոլոգիան գիտություն է, շատ լուրջ գիտություն է եւ դրան պետք չի թիրագնահատել, բայց քաղաքականությունը միայն սոցիոլոգիայի վրա չի խարսխվում։ Բնական է, բայց սոցիոլոգիան հստակ ցույց է տալիս, որ միավորված ընդդիմությունը միասնական ցուցակը ավելի շատ ձայներ կարող է հավաքել, քան Նիկոլ Փաշինյանը։ Կարող է չհաստատ այդպես է հիմա։ Հայաստանում ընդդիմադիրները ավելի շատ են։ Ուղղակի մի մասը անտեր են թողնված, քանի որ չունեն
նախասիրություններ, ունեն խոչընդոտներ գաղափարական եւ էսթետիկ եղած ուժերի հետ, ինչի վրա մենք փորձում ենք աշխատել։ Մյուս խնդիրը այդ որ ատոմիզացված են ուժերը, այսինքն մասնատված են, ծվեն են եղել։ Բայց Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ շատ լուրջ ընդդիմություն կա, զանգվածային կուսակցությունների մասին չի խոսքը, եւ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ իր մոտ ամեն ինչ չի որ լավ է, եւ իշխանությունը կորցնելու լուրջ վտանգներ կան։ Եթե ոչ, հունիսի 7-ին, ապա մոտ ապագայում Ինչը դրան պիտի տանի, եթե ոչ ընտրություններով, ապա հանրային մոբիլիզացիան, օրինական, սահմանադրական պայքարով։ Այսինքն հունիսի 8-ին ընդդիմադիրները տուն չպիտի գնան, եթե լինի բացասական արդյունք։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ պետք է պայքարել։ Ընդդիմության ընտրողները նույնքան մոբիլիզացված են, որքան Հենց դա է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իր ընտրազանգվածին բերել ընտրատեղամաս։ Բոլոր իշխանությունների պարագայում այդպես է միշտ։ Իսկ ընդդիմության պարագայում էլեկտորատը ոչ միշտ է կոնսոլիդացված, մոբիլիզացիան խնդիր է եւ երբեմն նաեւ քաոտիկ։ Դա խնդիր է։ ձեր առաջիկա ջանքը լինելու է հակառակին նպաստել։ Բերել այն մարդկանց ընտրատեղամաս, որոնք չպետք է գային, բայց որոնք հայտ չեն։ Իդեպ ես երբ խոսում եմ համերաշխության մասին, անցյալի, ներկայի եւ ապագայի, շատ մարդիկ դա սխալ են հասկանում, մտածում են ես այդ լղոզված համերաշխությունն եմ առաջարկում բոլորի հետ, այնպես ինչ-որ լպրծուն մտավորականն է լինում, որ ասում են հաշտ լինենք, սիրենք իրար, ատելությունը մի կողմ դնենք, չէ, ես դրա կողմնակիցը չեմ, այդ մեխանիկական միասնությունը մերժելի է, որտեղ Հայաստանում կան մարդիկ եւ կան ուժեր, որոնց հետ չես կարող համերաշխ լինես։ Եվ ոչ էլ պետք է։ Դրանց պետք է փորձես մարգինալացնես այդ գաղափարները, հա, մարդկանց չասենք։ Օրինակ Հայաստանի պետական եւ ազգային արժեքները մերժող տարերին պետք է մարգինալացնել։ Գիտեք, հիմա վերջին 30 տարում մինչև Նիկոլ Փաշինյանի գալը Հայաստանը վստահաբար եղել են մարդիկ, չէ՞, որ Ղարաբաղյան շարժմանը օրինակ լուրջ են վերաբերվել կամ նրան դեմ են եղել։ Չեն արժևորել առաջին պատերազմում հաղթանակը, ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ատելությամբ են լցված եղել մեր պետության պետական արժեքների դեմ։ Չկարան, չէ՞, հասարակության մեջ այդպիսի մարդիկ լինել, բայց այդ մարդկանց մենք չենք տեսնում, որովհետեւ մարգինալացած էին իրանք։ Եվ լուր էին։ Պետք է նրանք նույնիսկ մարգինալացվեն։ Հիմա հրապարակ են նետվել եւ առաջնային պլան են մղվել այդ մարգինալները։ Այսինքն պետության հակառակորդները, պետության գաղափարի հակառակորդները կրծում են այդ պետության հիմքի ցեմենտը, բետոնը ասած կրծում են, կրծող արարածների պես։ Կարծում եք, որ մեծամասնությունը այլ կողմնորոշում ունի։ Ես չեմ հավատում, որ ինչ-որ միլիոնավոր մարդիկ համատեղ ընդհանրական գիտակցություն ունեն։ Բայց այնուամենայնիվ կան գաղափարներ, որ ինձ այստեղ նստած Մեղրիում ապրողին եւ Ախթալայում ապրողին միավորում է։ Դա կարող է գաղափարը կարծես, սա կարծում եմ ամենաբարդ հարցն է վերջին տարիների ամենաբարդ հարցը։ Նախ մեր լեզուն, ամենատրիվիալ ձևով, մեր ընդհանրական աշխարհայացքը, առաքելական եկեղեցին, ցեղասպանության հիշողությունը, մեր հաղթանակները։ Ես դրա համար եմ ասում, այն ժամանակ մենք ցեղասպանության հարցը այդքան սրված չէր, օրինակ գոնե իմ սերնդի համար, որովհետև կար Արցախյան հաղթանակ։ Որտեվ ինչ-որ փոխհատուցում էր եղել։ Դե բարձր չէ, համարժեք չի, այնտեղ մի ամբողջ երկիր էր անհետացել, այստեղ մեծ հայքի ինչ-որ մի նահանգ է, նահանգներից մեկն է, բայց ինչ-որ դա փոխհատուցում էր այդ հաղթանակը Արցախի լինել եւ այլն, եւ իմ սերունդը մի քիչ այլ կերպ էր աշխարհին նայում։ Բայց պարզվեց, որ այդ մոտեցումը սխալ է եւ չպետք էր թուլանալ։ Եվ գալով նախնական թեմային, եւ չէ, Նիկոլ Փաշինյանի երբ որ ասում են մենք նահատակ ազգ չենք, հա, որ Հռոմի Պապի այդ բանավիճակը չհասկանալով նահատակության քրիստոնեական
խորհուրդը, որ ամբողջությամբ պայքարի մասին է։ բայց եթե գնանք իր այդ վուլգար ձևակերպումների հետևից, ինքը մեզ նորից Ֆելստին նահատակ դարձրեց։ Ինքը մեզ նորից նահատակ ազգ դարձրեց, եթե ինքը չի ուզում ենք նահատակ ազգ դառնանք, բայց ինքը մեզ նորից Արցախի հայաթափումից հետո ցեղասպանվածի այդ բանին բերեց, բարդույթին։ Այդ արժեքները, որ ես անդադ թվարկում եմ, որոնք ինչ որ կեղծ գաղափարներով տարված մարդկանց կարող են արխայիկ թվալ, հիմ թվալ, արժեզրկված թվալ, բայց ամեն դեպքում այդ թվարկված արժեքներն են մեզ միևնույն տարածությունում միավորում հայդարսում։ Պարտադիր չի մենք ունենանք նույն գաղափարները, նույն հայացքները, նույն աշխարհընկալումը, բայց ինչ որ մեզ միևնույն տարածությունում ապրելու մեխանիզմներ են, չէ՞, մեխանիզմներ են պետք, չէ՞, եւ այդ մեխանիզմները կան, որոնք հիմա քայքայվում են, վերարժևորվել։ Կարպես երիտասարդներին երբ դիմել եք, մի փոքր կարծեք հոխորտանք կար ձեր տեքստում, ասելով, որ պետք է իջնեն ամպերից, մենք որևէ եվրոպական երկրում չենք ապրում, այլ բարդ տարածաշրջանում ենք ապրում, բայց հետաքրքիր է, որ ըստ այդ նույն սոցհարցումների, օրինակ, երիտասարդների շրջանում Փաշինյան ամենացածր վարկանիշն ունի։ Ամենից շատ երիտասարդներն են, որ ունեն համակրանք առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ ամերիկյան հարցումներն են։ Այո, այսինքն ըստ այդ հարցումների մենք որակյալ երիտասարդություն ունենք։ Ունենք որակյալ, բայց ցակուցրիվ եղած երիտասարդություն, եկեք կեղծ համեցություն չանեմ, իմ մասնակցությունը նաև պայմանավորված է երիտասարդությունը թիրախավորելու անհրաժեշտությամբ։ Ես նաև դրա համար եմ մասնակցում, որ դիմեմ իմ հասակակիցներին, ինձ ավելի փոքրերին, հուսալով, որ լսելի եւ գալելի է։ Լսելի, բայց ես միևնույն ժամանակ այդ երիտասարդության կեղծ ֆետիշացմամբ չեմ զբաղվում, շատ լավ հասկանալով, որ կան խնդիրներ նաև երիտասարդության մեջ, բայց նաև այդ հարցումները շատ մեծ հույս են ներշնչում, այդ երիտասարդությունը դեմա միջանցքի, այդ երիտասարդությունը աջակցում է հայ առաքելական եկեղեցուն եւ հիմա պետք է նրանց գտնել եւ այս կայծով process-ի մեջ դնել։ Ինչու ոչ ռևանշ, այլ ռեմոնտադա։ Դուք առաջարկում եք, ասում եք, որ ռեմոնտադա լինելու է։ Ինչու ոչ ռևանշ։ Ռևանշ բառը մի փոքր սուր ընկալում ունի։ Բայց դրանք իմաստային ներողություն քիչ տարբերություն ունեն։ Հա, ռեմոնտադան իսպաներեն բառ է, որը նաև կարող է նշանակել ռևանշ, կարող է նաև նշանակել վերադարձ, comeback, տարբեր իմաստներ կախված կոնտեքստից, կախված բաներից, բայց ես այդ ռևանշ բառից չեմ վախենում։ Բայց երբ որ ասում ենք ռևանշ, նշանակում է վաղը պետք է գնանք հարձակվենք Ադրբեջանի վրա, չգիտեմ, բլա, Պետրոս Ղազարյանի սիրած բանը, վաղ պատրաստվում ինչ է կանելու, չէ։ Ես խոսում եմ Հայաստանի հզորության վերականգնման, ռենեսանսի մասին։ Դա եմ ասում, որ Հայաստանը պետք է վերադառնա մեծ քաղաքականություն, պետք է նորից սուբյեկտ դառնա։ Պետք է կարողանա պաշտպանի իր շահերը, որովհետև Հայաստանը հիմա կամաց դադարում է լինել ինքնիշխան պետություն։ Կարպիս, բայց համաձայն եք, որ Հայաստանը սուբյեկտ էր Արցախի հիմնահարցով։ Ես դրա համար եմ ասում, երբ որ ասում են դա Արցախը որ կար, մենք ինքնիշխան չենք, ես իրանց այդ մարդկանց հարցնում եմ, ինչ եք ուզում անեիք, որ Արցախը դες խանգարում էր։ Իսկապես Արցախը մեզ սուբյեկտ էր դարձնում եւ մենք լրիվ այլ որակի, այլ մակարդակի երկիր ենք։ Հիմա դարձել ենք շատ խոցելի եւ այդ ստորացման հանձնվելու ճղճիմ շրջափուլի մեջ ենք եւ այդ ռեմոնտադա բառը կիրառելով առաջարկում որ մենք վերականգնվենք, այս նվաստացման շրջափուլից դուրս գանք։ Ինչքան կարելի է այսպես ապրել շատ լավ իմանալով որ Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն բնավորվել են մեր գլխուեղներում եւ սկսել են կառավարել մեր մտածողությունը, մեր նյարդերը եւ հասցել են նրան փափուկ ուժի եւ մշակութային էքսպանսիայի մեջ, որ մենք ենք սկսել նրանց պես մտածել։
մենք ինձ եւ ձեզ նկատի չունեմ մեր իշխանության շուրթերով, փափուկ ուժով ամեն ինչ անում են, որ հայ ժողովուրդը խոստովանի, որ ինքը սխալ էր, որ ինքը վերջին 150 տարիներին սխալ է ապրել, իզուր է ապստամբել Օսմանյան կայսրության դեմ, ինքն է մեղավոր, որ ցեղասպանվել է, ինքն է մեղավոր, որ Ղարաբաղը պանջել, որտեղ Ղարաբաղյան շարժումը KGB-ի օրակարգն էր, Հայրենասիրություններ Ստալինյան։ Հայրենասիրություններ Ստալինյան, այսինքն հետաքրքիր բան են անում, այսինքն պարտվողին հաղթողին ամեն ինչ, իսկ պարտվողին ոչինչ, դատարկ տարածություն եւ այն համոզմունքը, որ ինքը սխալ է եղել եւ սխալ է գործել, սխալ է ապրել վերջին 150 տարիներին, այսինքն պետք էր ինչ-որ մատած հանճարեղ Նիկոլ Փաշինյան գար ու մեզ բացատրել, որ մենք վերջին 150 տարիներին սխալ ենք ապրել, պատկերացնում եք, բայց Նիկոլ Փաշինյանը հիմա ինչի է այս հարվածում այդ ինքնության սյուներին, որոնք մենք թվարկեցինք, որտեվ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը մեր 30 եւ ավելի մեծ կտրվածքով 150 տարվա կոնտեքստում մերժելի կերպար է, ինքը չի տեղավորվում, անոմալիա է այդ իրականությունը, եւ ինքը ուզում է փոխի այդ իրականությունը, ստեղծի մի նոր իրականություն, նոր Հայաստան, որտեղ ինքը կլինի ընդունելի եւ լեգիտիմ, եւ ոչ թե ինքը հայոց պատմության տրամաբանության մեջ անոմալիա դիտարկվի, այլ օրինակ անոմալիա դառնա 92-94 թվականների փառահեղ հաղթանակը, որ մենք մտածենք, որ դա ուղղակի սխալմունք էր համակարգում, սբոյ սիստեմի։ Ես կարծում եմ, որ շնորհակալություն։ Ռեմոնտադա բառը դուք պատահական չեք ընտրել, քանի որ հատկապես սպորտային տերմին է եւ ֆուտբոլի սիրահարների համար շատ ընկալելի։ Նայեք, Լա Լիգա։ Այո, թիրախավորել եք հատկապես Լա Լիգան սիրող մի մեծ շրջանակ երիտասարդությանը։ Որտեղ որ մեծ սերունդներին ասում եմ, իրանք չեն իմանում, բայց օրինակ դպրոցական աշակերտները, ուսանողները անգիր գիտեն թե ինչ է ռեմոնտադա եւ իրաք ինքը շատ հին տերմին է 50-ականներից է գալիս Լա Լիգայից, բայց երիտասարդ սերունդները հատկապես կհիշեն Բարսելոնա PSG խաղը եւ Բարսելոնայի փառահեղ ռեմոնտադան, բայց ելի հիմա այդ մանիպուլատորների այդ պսևդո առաջադեմները կարող է ձևախեղեն մեր ձևակերպումները եւ ասեն, տեսեք պատերազմը մարդկանց կյանքերը հավասարեցնում են ֆուտբոլային խաղին, համեմատության եզրերը անցկացնելուց մեր կյանքը ֆուտբոլային խաղի հետ չեմ համեմատում եւ չեմ նույնն ասում, չնայած կարծում եմ, որ ֆուտբոլը ինտելեկտուալ սպորտ է, ոչ պակաս ինտելեկտուալ, քան շախմատը։ Ես համակարգի սպորտային տերմինը բերում եմ ոստուն ներդնել ադապտացնել քաղաքականության մեջ մարդկանց բացատրելու համար, որ պետքա վերականգնել Հայաստանը, պետքա վերադառնա, այս sense մենք չենք կարող շարունակել, մենք վերականգնում ենք, հետո կտեսնենք թե ոնց կլինի, հիմա կեղծ խոստումներ ես չեմ ուզում տալ, ասում եկեք մենք վերականգնենք, կարանք զուգահեռ անցկացնենք այդ մուսուլմանական տերմինի հետ ունենք, ջիհադ, սրբազան պատերազմ, բայց ինքը ուրիշ բան է նշանակում, իջա սրբազան պատերազմ լինելը, առաջիներտին ինքը նշանակում է ներքին ճիգ, ներքին պայքար, այսինքն դու ինքդ քո մեջ նիկոլիզմին պետքա հաղթես, կներեք որ ջիհադի հետ համեմատեցի, բայց շատ իսմատ դիպուկ համեմատություն է, ինքդ քո մեջ պետքա հաղթես, այդ նիկոլական բայցերը են, որ միտք են ասում, ախար չէ որ բայց KGB-ն, ռուսները, Կրեմլը, ու փորձես վերականգնել Հայաստանը, գնալով ռեմոնտադայի, դրա մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։